Այս տարվա աշնանը կսկսվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի և մի շարք այլ փաստաթղթերի տրամադրումը։ Նոր փաստաթղթերը համապատասխանում են ԵՄ պահանջներին, նշում են ներքին գործերի նախարարությունից, սակայն մի քանի անգամ ավելի թանկ են։ Հայաստանում նախկինում կրկին փորձել էին ներդնել կենսաչափական անձնագրեր, գործընթացը սակայն դադարեցվել էր։ Նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով եւ համապատասխանում է Եվրոպական միության այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժանանալու է 28650 դրամ եւ նույնականացման քարտը արժանալու է 5950 դրամ։ Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, նույնականացման քարտը 5 տարի ժամկետով։ Ներքին գործերի նախարարության միգրացիա և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելի Դավթյանի խոսքով Հայաստանում այս պահին գործող 47 անձնագրային կետերի մի մասը կրճատվելու է, վերածվելու է խորհրդատվական և սպասարկման գրասենյակի։ Առաջին փուլով բացվելու է մասնավոր 14 գրասենյակ, հետո դրանց թիվը կհասնի 23-ի։ Ինչու ենք մենք սովոր, որ պետք է յուրաքանչյուր համայնքում լինի անձնագրային ծառայություն, եւ այսպես հացի խանութի տրամաբանությամբ ակնկալվում էր ինչպես կա դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, այնպես էլ մի անձնագրային ծառայություն պետք է լինի։ Անդրադառնալով անձնագրայիններում հերթերի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը նշեց, այդ ուղղությամբ բարեփոխումներն արդեն արել են ներդնելով էլեկտրոնային գրանցման հնարավորությունը։ 2 տարի եւ դրանից մի փոքր ավել առաջ անձնագրային գրասենյակներում ֆիզիկական ներգործության միջոցով էին մարդիկ մոտենում, որ անձնագիր ստանային, ֆիզիկական։ Մենք ունենում էինք բառից բուն իմաստով կարող է լիներ ծեծկռտուկ, կարող է լիներ հրմշտոց, այդ տեսակ իրավիճակներ։ Այս պահի դրությամբ մենք չունենք նման իրավիճակ։ Նոր կենսաչափական անձնագրերի թողարկմանը զուգահեռ ակտիվ քննարկվում է նաև վիզաների ազատականացման գործընթացը։ Հայաստան-ԵՄ տեղաշարժի հնարավոր ազատականացումը մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում, մյուս կողմից առաջացնում հարցեր։ Արդյոք առանց վիզայի ռեժիմի ԵՄ հասնելը արտագաղթի պատճառ չի դառնա։ Առաջին մեխանիզմը ռեադմիսիոն համաձայնագրերն են, որոնց մասին հստակ վիճակագրությունը Տիկին Դավթյանը ներկայացրեց, այսինքն անձը, ով կգերազանցի թույլատրելի ժամկետները Եվրոպական միության տարածքում, նրա հանդեպ կգործեն վարչական ներգործության մեխանիզմներ, իսկ եթե դրանք էլ չաշխատեն, արտաքսում։ Երկրորդ կարևոր հանգամանքը քո երկրի զարգացվածության մակարդակն է, որ անձինք չցանկանան լքել երկիրը։ Ներքին գործերի նախարարությունում քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը կտրուկ աճել է, հասնելով պատմական ցուցանիշի։ Ղազարյանի խոսքով դիմումների թվի աճը կապված է նաև ռուս-ուկրաինական հակամարտության եւ Ռուսաստանի քաղաքացիների համար գործող սահմանափակումների հետ։ Անցած տարվա 25 թվականի քաղաքացիության դիմումների քանակը, քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32,000-ը։ Դա պատմական մաքսիմումն է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքի։ Դրա նախորդ 2 տարիները 20,000-ից ավել են եղել այդ դիմումները։ Եթե դրանից հետ ենք գնում, արդեն տեսնում ենք 7-8,000 միջին թվեր։ Անդրադառնալով Արցախից տեղահանված անձանց քաղաքացիության տրամադրմանը, Ղազարյանը վստահեցրեց, որ նախընտրական շրջանում որևէ կերպ չի դանդաղեցվել գործընթացը։ Տարածվող լուրերը, թե այդ շրջանում արցախահայությանը քաղաքացիություն չէր տրամադրվում, ընտրություններին չմասնակցելու համար չի համապատասխանում իրականությանը։ Մենք ամենայն թափով սպասարկել ենք մեր կարողությունների շրջանակներում, սպասարկել ենք ուրեմն Ղարաբաղից տեղահանված բնակչության քաղաքացիության դիմումները։ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ բնակարանային ծրագիրը նպաստել է արցախցիների Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելիության աճին։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։